Ողջույն, շարունակվում են Կապան ֆեստի օրագրերը, որոնց շրջանակներում ամեն օր մենք զրուցում ենք այս բացառիկ փառատոնի հյուրերի, արտիստների հետ եւ այսօր մեր զրուցընկերը կամ զրուցակիցը ֆրանսիահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ է սպասվում այսօր երեկոյան Կապանյան հանդիսատեսին։ Ես գիտեմ, որ փառաջանովյան մոտիվներով ինչ-որ հետաքրքիր բան է սպասվում։ Խնդրում եմ բացենք փակագծերը, իսկապես շատ հետաքրքիր է։ Ուրախ եմ, որ կլինի հայկական պրեմիերան մի արարողության, որը կոչվում է Փառերքեր Փառաջանովին, եւ որը պարունակում է երաժշտություն, պատկերներ, խոսք, այսինքն դուք էլ որ փորձում եք ասել համերգը ինչ է, նոր ձև ենք փորձում հնարել Փառաջանովի շուրջ, Փառաջանովի աշխարհի շուրջ, Փառաջանովի ֆիլմերի, կոլաժների, նրա կյանքի եւ գաղափարը հետեւյալն է, ուրեմն 8 մասանի մի գործ է, վոկալ, հրաշալի Musica 13 ֆրանսիական անսամբլով, որը ղեկավարվում է Ռոլանդ Հայրապետյանով, հայտնի դիրիժորն է Մարսելում, 12 երկրի երգիչ եւ Marc de Pierrefeu անունով վիդեո արտիստ, որը Փառաջանովի կոլաժները անիմացնում է, ֆիլմերից պատկերներ է վերցնում, ինքը իրանով, այսպես ասած, մեկնաբանում է Փառաջանովի գործերը, եւ իմ 8 հատվածը վոկալ կենտրոնում են թե ֆիլմերի վրա, թե կոլաժների, թե իր բանտարկյալ պայմաններում, ինչպես այս մարդը հալածված, արգելված լինելով, չկարողանալով իրականացնել այն ինչ որ ուզում էր, ինքը խոստովանում է դա, կարողանում է մտնել լույսի մեջ, էներգիայի մեջ ու երևակայության աշխարհի։ Ես հասկանում եմ մոտավորապես ինչու կարող է Փառաջանովը հետաքրքրություն առաջացնել միանշանակ ելով, եթե ոչ նա, բայց ինչու հենց ընտրեցինք Փառաջանովին։ Ուրեմն գիտեք, սա մի նախագիծ էր, որ մենք 8 տարի առաջ սկսել էինք, մի մեծ թանգարան կա Petit Palais Փարիզում կոչվող, նրանք նոր դահլիճի ինոգուրացիա էին արել եւ ինձ խնդրել էին երկխոսել նրանց կոլեկցիաներից մեկի հետ եւ մի հատ իկոնա ունեն, սրբապատկեր, շատ հազվադեպ եւ այս իկոնայի վրա մենք ստեղծեցինք Փառերքել իկոնան, Փառերքել սրբապատկերը, որը մի հատ վիդեո էլի արող, տարբեր մասերը անիմացրել էր, իմ երաժշտությունը երկխոսում էր դրա հետ եւ այս թանգարանի տնօրենը խոսում էր այդ պատկերի մասին եւ շատ ինչ որ հետաքրքիր ֆորմատ ստացվեց, ահագին հաջողություն ունեցավ Ֆրանսիայում, տարանք դա Ամերիկա եւ այլն, եւ որոշեցինք, որ այս նոր ֆորմատը, որ համ տեղեկություն է տալիս, ինչ որ բան է սովորացնում մարդկանց, համ ինչ որ կերպարվեստի հետ է առնչվում, նորից կրկնօրինակ ենք։ Մի քանի տարի վերջ է, դե կովիդը բանը եղավ, եւ հանգեցինք այն գաղափարին, որ Փառաջանովը համ այդ վիզուալ աշխարհը կա, համ պատմելու բան կա, համ իմ համար դա շատ մեծ ոգեշնչում էր։ Օրեր առաջ Ֆրանսիայի հարավում տեղի ունեցել այս բացառիկ ներկայացման պրեմիերան, ինչա հետաքրքիր է իմանալ ֆրանսիացի հանդիսատեսի արձագանքը, արդյոք նրանք պատրաստված էին գալիս, թե ինչ են հիմա լսելու եւ տեսնելու, ում մասին է դա լինելու, թե բացահայտում էին Փառաջանովին այսպիսի ներկայացման միջոցով։ Այո, ուրեմն սա մեծ փառատոն էր, երրորդ անգամ, երրորդ տարին է դա տարվում, Ֆրանսիայի հարավում, Դրասենի է այսպես ռեգիոնում, մարդկային ձայնի շուրջ եւ խմբերքային երգեցողության տարբեր ձևերի խմբերքային երգեցողություն, թե սիրողական խմբեր կան, թե շատ պրոֆեսիոնալ, ու այդ Musica 13-ն է, դա այսպես կառավարում է փառատոնը հիմնականում, նաեւ եկավ մի հայկական երգչախումբ Սահակ Մեսրոպ կոչվող, կիսասիրողական հայկական երգեր երգեցին եւ տարբեր այդ ռեգիոններից ֆրանսիական տարբեր խմբեր եւ սա բացօթյա դահլիճ էր, մեծ ահագին տեղ էր, բացօթյա այգիների մեջ եւ գիտեք, իհարկե ոչ մեկ երևի Փառաջանովի մասին այնտեղ չգիտեր, ցավոք, բայց հիմա բոլորը գիտեն եւ ոչ միայն դա, դրանով էլ արդեն ինձ է հրպարտենք, շատերը եկան ասեցին, մենք չէինք պատկերացնում, որ այս չափի այս յուրօրինակության այսպես կերպարվեստի տեր կար հայկական եւ բոլորը վազեցին YouTube-ով նայեն ինչ ֆիլմերն են կարող ենք տեսնել եւ այլն եւ նույնիսկ այդ քաղաքի քաղաքապետը եկավ անձնամբ մեզ շնորհակալություն հայտնեց, որովհետեւ թե բնակիչներն էին, թե տուրիստներն էին, ահագին տուրիստական վայր է եւ այդքան մտերբացած չեն, ասենք ժամանակակից արվեստին, բայց գիտեք ժամանակակից արվեստները կարեւոր ժամանակի շունչն է, պետք է ճիշտ ձևով մատուցվի, ճիշտ ֆորմատը բռնվի եւ մեր կոմպոզիտորների դերն է դա ձեռք ձգել դեպի նոր ունկնդիրներ եւ շատ հաջող, շատ ջերմ ստացվեց
Եվ ես շատ եմ ակնկալում այսօր երեկոյան, որ պետք է հայ հանդիսատեսին ներկայացնենք եւ նույնիսկ ասեմ, որ Ղափանի պուբլիկան առաջի անգամ դա կլսի եւ կտեսնի, հետո մենք դա կտանենք Գյումրի, հետո Երևան եւ Սևակ Ավանեսյանը, որ մեզ բարի եղավ հրավիրել այստեղ, ուզում էր անպայման որ պրեմիերան հենց այդտեղ տեղի ունենա եւ ես շատ ուրախ եմ, որ դա կլինի։ Շատ շնորհակալ եմ, իսկապես մեծ սպասումով այսօրվա երեկոյին, բայց ես չեմ կարող չհարցնել Կապանի մասին, դուք երկրորդ անգամ եք արդեն Կապանում, խնդրում եմ ձեր տպավորությունների մասին Կապանից, Կապանյան հանդիսատեսից, եթե արդեն կան տպավորություններ։ Այո, հենց 3 հասանք Կապան եւ բախտ վիճակվեց, որ համերգին մասնակցենք, ես ապշել էի իհարկե որակին, այսինքն այստեղ նենց արտիստներ են բերվում, որ ամենահամաշխարհային իրոք էլի, առանց չափազանցելու լավագույն փառատոներում հպարտություն կլիներ նրանց ունենալը եւ շատ ես զգացվեցի նաեւ պուբլիկայի արձագանքից, այսինքն մարդիկ իրոք ընկալում էին այս երաժշտությունը, հասկանում էին, ըմբռնում էին, որ ինչ որակ են նրան մատուցում եւ շատ ջերմ, շատ էներգիկ եւ շատ ուշադիր ինձ թվում է լսեցին, դա էլ է շատ հաճույք պատճառում, աչքերի մեջ տեսնում էին, մարդիկ դուրս էին գալիս, Սևակին շնորհակալություն էին հայտնում, բան եւ որ դրամաստիկը եղանք երեք, շատ արդեն հոգնած էինք 8 ժամ ճանապարհից նոր էինք ասել, բայց ոնց որ էներգիա տվեց եւ ինձ թվում է, գիտեք, դա ամեն ինչ փոխում է, այսինքն երբ որ շատ բարձր որակի մի բան ես ներկայացնում եւ դա ինձ հիշեցնում էր, որ երաժշտությունը դա ուղղակի մեզ նվեր է, էլի, մեզ բոլորիս, այսպես ասած, եւ այդ նվերի մասնակիցներն ենք, թե երաժիշտները նվեր են տալիս, թե պուբլիկան նվեր է տալիս այսպեսի ուշադրությամբ եւ միավորվում ենք, ինչ որ ուրիշ բան է տեղի ունենում եւ ինձ թվում է շատ ես անհամբեր սպասում եմ, թե ինչ կլինի այս երեկոյան։ Շնորհակալություն Միշել։ Այսօր երեկոյան 8-ին սպասում ենք Երգեհոնային դահլիճում Կապանյան հանդիսատեսին ունկնդրելու Փառերքել Փարաջանովին բացառիկ իր տեսակի մեջ տարբերվող երաժշտական ներկայացումը։ Մինչև հուլիսի 14-ը ամեն օր երեկոյան 8-ին կլինեն համերգներ եւ նաեւ կլինեն ցերեկային համերգներ, 12-ին դրանք եւս շատ գեղեցիկ են եւ բաց չթողնեք հանկարծ։ Սպասում ենք ձեզ Երգեհոնային դահլիճում։